Ենթակառուցվածքների մասով երևի տկեն նախարարության մեր գործընկերները ավելի մանրամասը պատասխանեն, բայց ես գիտեմ, որ պլանավորված է բազմամիլիարդանոց ներդրումներ այս ենթակառուցվածքների շինարարության վրա։ Օրինակ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի վրա, հիմա թիվ չհնչեցնեմ, բայց մի քանի միլիարդների մասին է խոսքը, որ արդեն իսկ պլանավորված է եւ հիմա նախագծման աշխատանքներն են իրականում։ Եվ պետական եւ մասնավոր։ Կան նաեւ թաղամասային կառուցապատում իրականացնող կառուցապատողներ, որ այդ ենթակառուցվածքներն են իրենք իրականացնում։ Հետևաբար այս մեծ նկարի մեջ նայելով, այո, զուգահեռ պետքա զարգանա, բայց մեր գլխավոր նպատակը պետքա լինի, որ մենք տարիներ կամ տասնամյակներ հետո հասնենք այն մակարդակի, որ մեր բնակարանային ֆոնդի գոնե մեծ մասը համապատասխանի սեյսմիկ այսօրվա պահանջներին։ Զուգահեռ զարգացնելով նաև այդ գծային ենթակառուցվածքները բնականաբար, որը անհրաժեշտ է պատշաճ որակով շահագործում այդ շենքերի ապահովելու համար։ Բայց որպես հեռանկար ես ուզում եմ ձեր հետ կիսվել նաև մեր պատկերացումներով, որ գալու ենք մի փուլի, որը ենթադրում է ռենովացիոն ծրագրերի իրականացում։ Այսինքն հին շենքի քանդում, ապամոնտաժում եւ դրա փոխարեն նոր շենքի կառուցում կամ թաղամասային կառուցապատման մեջ այդ շենքերի քանդում եւ այսինքն թարմացմանն ենք մենք գնալու, մենք գալու ենք մի կետի եւ հիմա քաղաքաշինության կոմիտեն մենք մշակում ենք ռենովացիայի ծրագրեր, տարբեր մոդելներ ենք քննարկում, որպեսզի գտնենք այն ամենալավագույն մոդելը, որը կիրառելի է այսօրվա մեր հնարավորություններով եւ այսօրվա շուկայի պահանջներին համապատասխան։ Դուք ճիշտ եք ասում, քաղաքաշինության կոմիտեն եւս այդ միջգերատեսչական հանձնաժողովների, երկու հանձնաժողովների կազմում ներառված է։ Մենք ի թիվս այլ մեր գործընկեր կազմակերպությունների ներկայացրել ենք առաջարկների մոտավորապես քաղաքաշինության կոմիտեն 20 առաջարկ է ներկայացրել երկու ուղղությամբ եւ խցանումների նվազեցման, երթևեկության կազմակերպման, խնդրի լուծման եւ օդի աղտոտվածության նվազեցման միջոցառումների ուղղությամբ, բայց առանցքայինը այս նորմի հաստատումն էր, որը մենք իրականացրել ենք։ Ես ընդամենը մի քանի կետ նշեցի, այդ նորմը, եթե չեմ սխալվում, մոտավորապես մի 40-50 էջանոց նորմա, որտեղ նկարագրված են բազմաթիվ այլ միջոցառումներ։ Երևան քաղաքի խցանումների հետ կապված նույնպես ներկայացրել ենք առաջարկություններ։ Այդ առաջարկությունները հիմա մշակման եւ քննարկման փուլում է, բայց քանի որ միջգերատեսչական հանձնաժողովում դեռ չեն քննարկվել եւ որոշում չկա, այս պահին ձեռնպակը մնամ բարձրաձայնելուց, բայց բոլոր մարմինները, այդ թվում եւ քաղաքաշինության կոմիտեն, այսպես ասեմ, ռադիկալ լուծումներ է առաջարկել, որ հնարավորինս կարողանանք այս խնդիրը լուծենք եւ մեր քաղաքացիներին ապահովենք պատշաճ երթևեկության հնարավորություն։ Մեր մասով էստակադաների կառուցում մենք չենք առաջարկել, մենք ավելի շատ երթևեկության կազմակերպման լոգիստիկայի հետ կապված խնդիրներին ենք անդրադարձել։ Լավ օրինակ մեկը բարձրաձայնեմ, մենք առաջարկել ենք, որ կենտրոնի պարագծով կենտրոն մուտքի շրջանակներում նախատեսել ավտոկայանատեղիներ կամ մետրոյի կայարանների հարակից հատվածներում նախատեսել ավտոկայանատեղիներ, որ մարդիկ գան, այդտեղ իրենց մեքենան թողնեն, մետրոյով իրենց ուղևորությունը իրականացնեն, հետո վերադառնան գնան։ Սա բոլորի շահերից է բխում, բայց սա քանի որ ընդհանրապես առաջարկություն է, Ես չեմ ուզում, որ սա որպես տենց որոշում դիտարկվի, սա ընդամենը այն մի քանի տասնյակ առաջարկներից մեկն է, որը կքննարկվի հանձնաժողովում, միջգերատեսչական եւ համապատասխան որոշում կկայացվի։
ռենովացիայի ծրագրի մասով դուք ասացիք հիմք ենթալում է հին շենքերի քանդում, նորերի կառուցում։ Հին ասելով ինչ նկատում եք, որովհետև որ թվից է դա հին համարվելու, որ թվի կառուցված շենքեր, մենք գիտենք, որ կենտրոնում ստալինկա կոչվածներ կան, որ 30-ականներին են սարքվել, դրանք քանդման ենթարկան են այդ ռենովացիայի ծրագրի շրջանակներում։ Ռենովացիայի ծրագրի մոդելներն ենք դեռ մենք քննարկում, մշակում ենք, այս պահին կարող եմ ասել, որ մենք 5 բանաձև ունենք, որոնք զուգահեռ գոյության իրավունք ունեն եւ առաջիկայում կքննարկենք միջգերատեսչական հանձնաժողովով եւ կորոշենք, բայց առաջնահերթությունը տրվելու է վթարային շենքերի։ Այսինքն 3-րդ եւ 4-րդ աշճանի վնասվածություն ունեցող շենքերին է վերաբերում, առաջնահերթությունը տրվելու է այս եւ հիմա էլ գիտեք, օրինակ Ստեփանավանում պետական ֆինանսավորմամբ կան 24 վթարային շենքեր, որոնք պետական միջոցներով հիմա ապամոնտաժում է դրանց մի մասը, տեղում կառուցվում է այսօրվա սեյսմիկ նորմերին համապատասխան շենքեր եւ դրանք տրամադրվելու են քաղաքացիներին։ Օրինակ Սպիտակ համայնքում մենք ունենք այդպիսի մի շենք, որը արդեն իսկ ավարտել ենք դեկտեմբերին ավարտեցինք շինարարությունը եւ առաջիկայում կվերաբնակեցվի 2023 թվին, եթե չեմ սխալվում, ապարանում ունեցանք 2 շահագործման հանձնեցինք 2 շենք, բնակիչներին վերաբնակեցրեցինք եւ այդ վթարային շենքերը քանդեցինք։ Շարունակաբար process է,